2003 թվականին Սահմանադրական դատարանը Հայաստանում կայացրեց իր կարևորագույն որոշումներից մեկը, երբ նշանակեց հանրաքվե, վստահության հանրաքվե 2004 թվականին, որպեսզի ստուգվի իսկապես Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականին հաղթի, թե ոչ։ Հետագայում գիտենք ինչ եղավ։ Քաղաքական իշխանությունները ասացին, որ Սահմանադրական դատարանը իրենց համար ոչ իրավական, ոչ բարոյական, ոչ քաղաքական արժեք չի ներկայացնում եւ իրենք վարվելու են այնպես, ինչպես որ հարմար են։ 2004 թվականին քաղաքացիները դուրս եկան փողոց, պահանջելով, որ այդ հանրաքվեն կատարվի, իրականություն դառնա, քաղաքացիների դեմ կիրառվեց ոստիկանական ուժ։ Այդ օրը Սահմանադրականությունը Հայաստանում ստացավ իր վերջին հարվածը եւ դադարեց գոյություն ունենալ։ Նաեւ այդ օրը դադարեց գոյություն ունենալ Հայաստանում Սահմանադրական դատարան, որովհետեւ այդ մարդիկ պարտավոր էին այդ բոլոր իրադարձությունների ժամանակ եւ դրանից հետո հրաժարական տալ։ Եթե չտվեցին, ուրեմն որպես դատավոր, որպես ժողովրդի առջև այդ կարևոր գործառույթը պատասխանատվությունը կրող անձիկ, իրենք արդեն հանդես գալ չեն կարող։ Պարզապես զբաղացնում է Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնը։ Այդքան բան։ Հիմա տեսեք ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ից հետո։ Վերցնենք նույնիսկ այն տեղեկությունները, այն պաշտոնական տվյալները։ 37% ոչ է քվեարկել ըստ պաշտոնական տվյալների այս Սահմանադրական օրինակից։ Տրամաբանական է, որ այդ 37%-ը պիտի ազգային ժողովում ունենային իրենց ներկայացուցիչները։ Օրենքը սահմանում է, որ անհրաժեշտ է 20% պատգամավորների ստորագրությունը, որպեսզի հնարավոր լիներ դիմել Սահմանադրական դատարան։ Պարզվեց, որ Հայաստանում չկա, Հայաստանի խորհրդարանում այդքան պատգամավոր չկա, այսինքն ժողովուրդ կա, որը քվեարկել է ոչ։ Մենք գիտենք, որ դա մեծամասնությունն է, դա հələ կողմ դնենք, բայց նույնիսկ պաշտոնական տվյալ է։ Բայց փաստացի այդ մարդիկ ներկայացված չեն խորհրդարանում։ Մենք այսօր ասում ենք, որ հասունացել է քաղաքական իրավիճակ, երկրում իրականացնել արտահերթ նախագահական խորհրդարանական ընտրություններ։ Շատ բաներ հնարավոր չի լինում բացատրել հանրությանը իր քաղաքական, քաղաքագիտական իմաստով, որովհետև առնչվում են իրավական, սահմանադրական եւ այլ քաղաքական նրբությունների հետ, որոնք որ լայն զանգվածների հասանելի են ընդհանուր ընկալմամբ, ոչ թե իրենց մանրամասնություններով։ Բայց հասկանալի է, որ այն խորհրդարանը, որը չի արտահայտում ժողովրդի կամքը, ենթակա է լուծարման։ Եվ կեղծելով իրենք, այսպես օրինակ ասեմ, ադյալը քաշեցին գլխի վրա, ոտերը բացվեցին։ Իրենք ստեղծեցին քաղաքական նախադրյալ, ամբողջ աշխարհին հասկանալի, արձանագրեցին փաստ, որ Հայաստանի խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը, հետևաբար ենթակա է լուծարման։ Մեր առաջ քաշած պահանջները դա մեր ցանկությունները չեն։ Մենք տեսնում ենք ժողովրդի մի կողմից առաջադրանքը, ժողովուրդը ուզում է փոփոխություններ, իրական փոփոխություններ, որոնք որ արտահայտվեն տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական բոլոր ոլորտներում։ Ինչ է այսօր Հայաստանը։ Հայաստանը 600,000 ընտանիք է։ Եվ մենք այդ չափի մեջ այսօր գտնվում ենք մի ծուղակի մեջ, որ չենք կարող ապահովել այդ մարդկանց, մեր ժողովրդի նորմալ բարեկեցություն։ 8 միլիարդ է ներքին ազգային արտադրանքը։ Այդ 8 միլիարդից 3 միլիարդը ժողովրդի բաժինն է, 2-3 միլիարդը բիզնեսի բաժինն է, մնացածը կոռուպցիան է։ Պաշտոնական հետազոտություններ Հայաստանից վերջի տարիների ընթացքում ապօրինի դուրս է հանվել 9.5 միլիարդ դոլար փող։ Միջազգային կազմակերպության կողմից տրված տվյալ։ Ինչ անվտանգության մասին ենք խոսում։
ինչ հրադադարի մասին։ Մարդիկ զբաղված են երկիրը թալանելով եւ իրենց համար իսկապես ամեն օր իշխանության մոտ մնալը փող է։ Մասնագիտական շրջանակում Հայաստանը տարբեր էքսպերտների կողմից նարկոտրաֆիկի երկիր է։ Ամեն ամիս Հայաստանով նարկոտրաֆիկը անցնում է, գնում է դեպի Եվրոպա, գնում է դեպի Ռուսաստան։ Ում հովանու ներքո։ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Ամեն ամիս այդ մարդը ունի գումար երկրում նարկոտրաֆիկը հովանավորելու համար ինքը երբևիցե իր կամքով կհանձնի պաշտոնը։ Ամեն ամիս իր դուռը բացվում է, իրեն բերում են փողը դնում են, այդ ամսվա վճարը այդ հանցագործության համար եւ այդպես այլ հանցագործություն։ Այդ կոռուպցիան, որի մասին մենք ասում ենք, որ պետք է երկրում վերածվի ազատ ընտրությունների միջոցով, նշանակություն չունի ով կընտրվի։ Մարդիկ պետք է ընտրեն առանց կոռուպցիայի ու ընտրեն նրան, ումից հետո կարան պատասխան ուզեն իր վարած քաղաքականության համար։ Իշխանությունը պիտի փոխվի ընտրություններից ընտրություն, որպեսզի չառաջանա այսպես կոռուպցիոն իրար ձեռի տված, իրար ծածկող, փակող համակարգեր։ Իհարկե լռում է այսօր Գոռիկ Հակոբյանը, իհարկե լռում է Վլադիմիր Գասպարյանը, ով է իրենց նշանակել պաշտոնների։ Իրենց պիտի քրեական գործեր հիմա հարուցեն, այո շտաբի դեմ, անգործություն են անում, որովհետև ոնց հարուցեն, այդ մարդիկ են իրենց նշանակել։ Չէ՞։ Դրա համար մենք ասում ենք, արտահերթ նախագահական ընտրություններ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ անհնազանդություն, սա է ճանապարհը։ Հանցավոր ռեժիմներից հնարավոր է ազատվել միայն համազգային ջանքերով եւ միայն նման ճանապարհով։ Երբ մեր այսօրվա գործող սահմանադրությունը արձանագրում է մեր ժողովրդի այդ իրավունքը դիմադրել անօրինական քաղաքականության, ապօրինի քաղաքականությանը, դա յուրաքանչյուր ժողովրդի այն իրավունքն է, անկապտելի իրավունքն է, որը իրենից ոչ ոք չի կարող յուրացնել։ Եվ այսօր հարց հնչեց, ինչի դեկտեմբերին չհաջողվեց համախմբել մարդկանց։ Այո, դեռ մեր ժողովուրդը վախի մեջ է ապրում։ Մարդիկ վախենում են դուրս գալ սովորական հավաքի, որովհետև իրենց տունը հետո գալիս են ոստիկաններ։ Գործի տեղը առաջանում է խնդիր, իր բոլոր բիզնեսի մեջ առաջանում է խնդիր եւ այլն։ Այսօր ձևավորվել է մի կորիզ, շարժումը ունի կորիզ մարդկանց, որոնք որ արդեն չեն վախենում։ Որոնք շուտվանից այո չեն վախենում։ Եվ հիմա իսկապես օրհասական պահ է։ Մեծանում է այդ զանգվածը, օր-օրի։ Հասավ քրիտիկական զանգվածի, ինչ պիտի անել։ Իրավապահները վազելով գալու են կանգնելու են ժողովրդի կողքը, հանցագործներին տանելու են բան։ Սա է Հայաստանի տեսլականը մոտակա ապագա։ Ուրիշ ապագա չկա։ Մնացածը հենց այնպես խոսակցություններ են։ Ապրես։